Իմ անունը Արփինե Մանուկյանն է, 71 տարեկան եմ։ 30 տարի սովորեցրել եմ պատմություն, բայց երբեք չգիտեի, որ ամենամեծ պատմությունը թաքնված էր իմ սեփական սենյակում, հին գորգի մեջ, որի վրա քայլել եմ ամեն օր։ 2023-ի նոյեմբերին մայրս, Նվարդը, 94 տարեկան, հոսպիտալում բռնեց իմ ձեռքը շշնջաց, գորգը։ Լուսինը միշտ արմուտք։ Երբ լիալուսին է, կարդա աստղերը։ Կարծում էի, տրամաբանությունը կորցրել է։ Բայց մայրս երբեք պատահական բան չէր ասում։ Տուն վերադարձա առաջին անգամ իսկապես նայեցի մեր ընտանեկան գորգին։ Հյուսված էր 1890 ականներին Վանում նախքան ցեղասպանությունը։ Կենտրոնում ծառ կյանքի խորհրդանիշ։ Բայց հիմա նկատեցի, որոշ տերներ մուգ էին, ուրիշները բաց։ Սրանք չէին պարզապես զարդանախշ։ Օգտագործեցի Photoshop առանձնացնելու մուգ տերները։ Երբ միացրեցի դրանք, ցնցվեցի։ Դրանք կազմում էին քարտեզ, Արարատ լեռան ուրվագծով, արագ սկետով, խաչի խորհրդանիշ որոշակի կետում։ Կանչեցի եղբորորդին, Տիգրանին, ով աշխատում է Մատենադարանում։ Նա ուսումնասիրեց գորգը ուլտրամանուշակագույն լույսով։ Մայրիկ Արփին, այստեղ թաքնված գրություններ կան։ Այս սյուները հին գրաբար են, բայց այնքան փոքր հյուսված, որ անմերկ աչքով տեսանելի չեն։ 3 գիշեր տեց վերծանումը։ Հաղորդագրությունը ասում էր, որտեղ Արաքսը կորում է երկրից, որտեղ հին վանքը պահպանում է լռությունը, այնտեղ հայոց հիշողությունը քնած է քարում։ Գտիր կապույտ աղոթարանը։ Տիգրանը ուսումնասիրեց քարտեզը։ Սա ցույց է տալիս Դոգու Բայազիդ, հիմա Թուրքիայում։ Խաչը նշում է Սուրբ Կարապետ վանքը, քանդված 1915-ին։ Կապվեցինք թուրք պատմաբան Մեհմեդ Օզդեմիրի հետ։ Երբ ուղարկեցինք գորգի լուսանկարները, նա պատասխանեց, գիտեմ այդ վայրը։ Տեղացիները կոչում են Մավի Կիլիսե, կապույտ եկեղեցի։ Պատերը ներկված են խորը կապույտով։ Բայց ոչ ոք չգիտի ինչու։ 2024-ի մարտին Տիգրանը Մեհմեդը գնացինք Դոգու Բայազիդ։ Վանքի ներսի պատերը իսկապես կապույտ էին, լապիս լազուլիով ներկված, թանկագին քար։ Գորգի քարտեզը ցույց էր տալիս խորհրդանիշ բեմի տակ։ Երկրորդ օրը գտանք քարը սալիկ գրությամբ, այստեղ լռությունը խոսում է, երբ լույսը գտնում է ճանապարհը։ Սպասեցինք մինչ կեսօր։ Երբ արը հասավ գագաթին, լույսի ճառագայթ անցավ կոտրված տանիքից ընկավ կապույտ քարի վրա։ Շարժեցինք այն։ Տակը, փոքր խցիկ։ Ներսում 4 մետաղե տուփ փոքր գլանված կաշվե թերթիկներով։ Հարյուրավոր էին։ Տիգրանի ձեռքերը դողում էին։ Սրանք անձնական վկայություններ են։ Ամեն մեկում անուն, ծննդյան տարեթիվ, գյուղ։ Սրանք վավերագրեր են 1915-ից։ Նա կարդաց Սարգիս Հովհաննիսյան, ծնվ. 1887, Վան։ Ամուսնացած Մարիամի հետ։ 3 երեխա։ Մահացել է ապրիլ 24, 1915։ Յուրաքանչյուր տուփ պարունակում էր հարյուրավոր փաստաթղթեր։ Ընդհանուրը 1,247 անուն։ 1247 հոգի, որոնց անունները գրառված պահպանված էին։ Վերջին տուփում գտանք նամակ գեղեցիկ գրաբարով։ Տիգրանը կարդաց արտասուքով։ Ես, Տեր Մեսրոպը, Սուրբ Կարապետի վերջին աբեղան, գրում եմ ապրիլի 23-ին, 1915-ին։ Վաղը գալիս են։ Չենք փախչի։ Այս վանքը մեր տունն է 600 տարի։ Բայց մեր ժողովրդի անունները չպետք է մոռացվեն։ Հավաքեցինք բոլոր գյուղերի ավագները։ Յուրաքանչյուրը բերեց իր ընտանիքի անունները։ Գրեցինք կաշիների վրա։ Երբ մեզ չլինի, առնվազն մեր անունները կմնան։ Վանքի պատերը ներկել ենք լապիս լազուլիով, երկնքի գույնով։ Որպեսզի Աստված հիշի, մենք եղել ենք։ Ով գտնի այս անունները, խնդրում եմ մի մոռացեք մեզ։ Ասեք աշխարհին, մենք գոյություն ունեցանք։ Մեհմեդն ասաց, իմ ծառածառուկը մասնակցել է այս ամենին։ Իմ ընտանիքը երբեք չխոսեց։ Ներողություն։ Ներողություն բոլորին։ Մայրիկս երբ իմացավ, լաց եղավ երջանկությունից։ Հիմա կարող եմ խաղաղ մեռնել։ 10 սերունդ պահպանեց այս գաղտնիքը, դու գտար։ Պարզվեց, մեր ընտանիքը գորգագործների ցեղ էր Վանից։
1915-ին իմ ծառածառուկը փախավ միայն այդ գորգով։ Նա գիտեր, քարտեզը հյուսված է դրա մեջ։ Յուրաքանչյուր սերունդ փոխանցում էր գաղտնիքը, սպասելով օրվան, երբ կարող կլինենք վերադառնալ։ Անունների ցանկերը նվիրաբերեցինք ցեղասպանության թանգարանին Երանում։ Յուրաքանչյուր անուն մուտքագրվեց տվյալների բազա։ Ստեղծեցինք ցուցադրություն 1.247 ձայներ լռությունից։ Մեհմեթը Թուրքիայում ստեղծեց հիմնադրամ, պահպանելու հայկական վանքերի ավերակները։ Սուրբ Կարապետը վերականգնվում է։ Կապույտ պատերը պահպանվեցին։ Հիմա այն թանգարան է։ Իմ վերջին դասին պատմեցի ամբողջ պատմությունը։ Երեխաները հարցրեցին, վախեցած էիք գնալ Թուրքիա։ Պատասխանեցի, այո։ Բայց ավելի շատ վախենում էի, որ այդ 1.247 հոգին կմնան անանուն ընդմիշտ։ Մայրիկս մահացավ 3 ամիս հետո, խաղաղ։ Նրա վերջին խոսքերն էին, գորգը փոխանցիր Տիգրանին։ Մի մոռանաք երբեք։ Այսօր, երբ նայում եմ գորգին, տեսնում եմ քարտեզ դեպի մեր անցյալը, կամուրջ դեպի մեր ինքնությունը, 1.247 ձայն, որոնք արձագանքում են դարերի միջով։ Տեր Մեսրոպը գրել էր, մի մոռացեք մեզ։ Ես խոստանում եմ, չենք մոռանա։ Որովհետև հիմա բոլորն ունեն անուն։ Եվ անունը անմահության առաջին քայլն է։